Так, գնանք առաջ։ Ահա, ժողովուրդ, հիմա նորից մի հատ git status անենք, ստուգենք, ինչ որ բան չկա։ Բերեք մի բան փոխենք ստեղ, ավելացնենք նոր տող, DevOps, control save անենք, պահպանենք, git status անենք, տեսնում ենք, որ մի բան փոփոխվել է, հիմա անում ենք git diff։ Փոփոխություններն է ցույց տալի, հա, git diff։ Այսա։ Տեսնում ենք, որ պլյուս DevOps ավելացել, գանք, չգիտեմ, ինչ որ բան ավելացնենք, SR-ի European, չգիտեմ, University, հա, control save, git diff։ Ու փոփոխությունները ոնց որ տեսնում ենք ստեղ։ Git status, git add ավելացնում ենք, git commit -m ես իմ որերորդ commit այսի սենց հիմա git branch ենք անում, տեսնում ենք, որ ժողովուրդ, մենք միշտ աշխատել ենք master-ի վրա, հա, հեսա։ Մենք միշտ աշխատել ենք գլխավորի վրա, բայց այսի շատ սխալ է, որովհետև գլխավորի վրա գտնվում է ձեր սենց ասած golden կոդը էլի, այն ամենաաշխատող կոդը, որ իրա վրա ոչ մի բանը պետք չի փոխարկել։ Փորձարկելու համար դուք պետք է ստեղծեք branch, հա։ Սենց ենք անում git branch ու գրում ենք օրինակ feature։ Ստուգելու համար հավաքում ենք git branch, տեսնում ենք երկու հատ branch ավելացավ։ Հիմա նայեք ժողովուրդ, ես master-ում էի, ստեղծեցի feature branch, master-ի մեջ հիմա ինչ կա, հա, ինքը copy ելավ ստեղ, որտեղից որ դու ստեղծում ես նոր branch, ինքը տվյալ branch-ի բոլոր կոդերը վերցնում է թազա branch-ի վրա է սկսում։ Հիմա եթե մենք տեղափոխվենք ստեղ, նորից ինչ-որ բաներ անենք, հա, փոփոխություններ, ու մի հատ է սրանից ուրիշ branch ստեղծենք, ինքը master-ին է չի վերցնելու, ինքը վերցնելու է սրանը, հա։ Իսկ չեն կարա սարքենք զրոյական, որ մեջ ոչ մի։ Զրոյական, չէ, եթե master-ի մեջ մի բան կա, դու նոր branch ես ստեղծում, իրա մեջ պտուց կա, դու կարաս բռնես ստուց սաղ ջնջես, նորից նոր branch ստեղծես, կլինի զրոյական։ Որպեսի գնանք այդ branch-ը, հավաքում են git checkout փոփոխություն, հա, երևի սենց, այս բառը ասում է, git checkout feature, ինչ է գրում է switch to branch feature, համոզվելու համար հավաքում են git branch, enter, այսի ցույց է տալի ու այսի, որ մենք սրա վրա ենք, հա, ստեղ ենք։ Հիմա մենք առանձին branch-եր ունենք, այսինքն մեզի տվել են, ոնց ասեմ, ինչ են տվել օրինակ։ Так, մեզի մի հատ տուփ են տվել, մեջ 10 հատ գիրք է, նույն տուփից, նույն 10 հատ գրքից տարբեր սենյակներում կան։ Հա, մենք հիմա աշխատում ենք այս մի սենյակում։ Նայեք, գալիս եմ ստեղ, սենց եմ ավելացնում, ասում եմ feature, հա, branch, file, txt, ստեղ գրենք this file exists only in feature branch, այս file-ը կա մենակ այս branch-ում, так, control save, minus file, save all as auto, բանը համոռանում եմ դնեմ։ Հիմա մենք feature branch-ում ենք, էլի համոզվենք, git branch feature branch-ում ենք, ստուգում ենք git status, տեսնում ենք, որ նոր file կա, ավելացնում ենք git add get, git commit, նշում ենք անում,
գրում ենք initial commit in feature branch, հա, feature branch, всё, հիմա նայեք ինչ եմ անում, git check out master, հետ եմ եթում master, նայեք, հիմա ես ժողովուրդ բանում եմ, feature branch-ում եմ, այս ֆայլը կա, նայեք, ես գնում եմ master, switch to master, հետ եմ գալի, ֆայլը չկա, այսինքն մենք ընդ փոփոխություն կատարեցինք, բայց հենց master-ում ինքը չկա, ինքը կա feature branch-ում, git branch, երկու հատ branch ունենք, այս branch-ները ոնց որ ամեն, հա, ամեն developer կարա իր branch-ը ոնց որ ստեղծի, այդ branch-ում ինքը սկսի աշխատել իր ուզած ոնց որ փոփոխությունները անի, մենք zapis-ը միացրել ենք, չեմ հիշում, հա, միացրել ենք, հարց կար, մի ֆայլը միանգամից երկու branch-ում էր, հեսա կտենա, հա, հիմա մի ֆայլ է ժողովուրդ, նայեք, ես հիմա master branch-ում եմ, ուշադիր նայեք, docker file, git, հա, github.txt, էսի, վերեք հիմա եթում եմ, բան, git checkout, գրում եմ feature, եթում եմ feature, տեսեք, նույն ֆայլերը համարյա կան, քանի որ ես այս branch-ը ստեղծել եմ սրա հիմքի վրա, ինչ կա ստե կա, բայց հիմա ես ստե ավելացրել եմ էսի, հա, փոփոխություն եմ կատարել, ինչ-որ բաներ եմ ուզում փորձարկեմ, որ գլխավոր կոդը չտրակի, բայց այս ֆայլը հիմա մենակ գոյություն ունի այս մի branch-ում, հա, հասկանալի այս բանը, так, բերեք նորից եթանք master, git checkout master, դե իմաստը չկա, բայց ես այն փոփոխությունները, որը արել էի ստե, ես համոզված եմ, էդի շատ լավ է, ամեն ինչ իդեալական աշխատում է, ես ուզում եմ բերեմ գցեմ master-ի վրա, քանի որ master-ը իմ գլխավոր տեղն է, հա, ինչ եմ հավաքում եմ git merge, հա, ու հավաքում եմ ստե, այս feature, ես ասում եմ, ստե ինչ փոփոխություններ կա, դու բեր միացրու master-ին, բայց ստե հիմա դու կասեք, բայց master բառը չկա, ոնց եմ ես ենթադրում, որ ես կամ ես գիտեմ, որ ես master-ում եմ, հավաքում եմ git branch, տենում եմ, որ ես master-ում եմ, որ դուք այս հրամանը կատարում եք git merge, ինքը վերցնում է այսի, ստեի փոփոխությունները, բերում գցում է ստե, կպցնում է իրար, հա, ոնց որ դուք, չգիտեմ, լավ սիրուն շոր եք առել, հիմա գլխակ եք ուզում առնեք, եթում եք փորձարկում եք, տեսնում եք գլխակը ձեր դուր եկավ, առնում եք, ոնց որ միավորում եք ձեր շորի հետ, հա, առանցին հավաքում եք, git merge, так, feature, enter, ու տեսեք ինչա կատարում, գրեցա updating, feature branch, գրածա +1, մեկ file change-it, մի հատ insertion կա, այսի ոնց որ մի հատ ֆայլը ավելացավ, մի հատ տողով, ու գրած այդ ֆայլի անունը, նորից ենք հավաքում, git branch, մենք master-ում ենք, ու մենք տենում ենք, որ feature-ի ֆայլը մեր master-ում ավելացավ, հիմա, գանք մի հատ էլ, բան, այդ անտերա, feature, բացենք ստե, այս տողի վրա գրենք ինչ-որ բան, DevOps, control save անենք, так, git add, ավելացնենք staging արի, մեր սովորական բանը, git commit, նշենք m, added line to, added DevOps word to line, միշտ հիշեք, որ այս commit m-ը դուք աշխատեք ընենց անել, որ ինքը անգլերեն բառով meaningful լինի, այսինքն իր նշանակությունը դուք հասկանաք, էլի, պետք եղավ երկար նախադասություն գրեք, որ հասկանա, գրեք երկար նախադասություն, հա, ոնց որ ավել նկարագրությունից վնաս չկա, մենակ օգուտ է, էլի,
որ հիմա գրեի ես DevOps, ով է իմանալու ինչ է դա գրելու, կամ գրեի line, line-ը ինչ է նշանակում։ Դու կարող ես հազարատ փոփոխություն ես անում, գրում ես line։ Դա ոչ մի բան չի հասկանում։ Ինչքան շատ չէ, բայց ինչքան ոնց որ իր բնույթը կրող նկարագրություն լինի, այնքան լավ։ Դրա համար սովորաբար շատ նկարագրություն նշանակում է շատ լավ աշխատանք, հա։ Հիմա ես feature-ում մի հատ ուրեմն փոփոխություն արեցի, նորից վերադառնում եմ master, տեսեք, ստե DevOps-ը չկա։ Հիմա ես ստե ավելացնում եմ SR-ի, git add եմ անում, git commit added SR-ի, to line ու ստե լավ գրեմ master branch։ Հիմա նայեք ինչ եմ անում, git merge, так, էլի merge եմ անում այն feature-ից, որ գա master-ին կպնի, feature, ինչա, conflict, merge conflict, չի կարա merge անի, ասում է automatic merge failed, fix conflict, and then commit the result. Այսի նշանակում է ժողովուրդ, որ մենք ոնց որ նույն ֆայլի մեջ, նույն տողի վրա ունենք փոփոխություններ ու գիտը չի ջոգում, որը բանանի էլի, հա։ Հիմա դու կարող ես կոդի մեջ նույն տողի վրա, չգիտեմ, օրինակ, ասեք, ես այս կոդն եմ ավելացնում, որը ես կտստում եմ $100 փոխանցում, չգիտեմ, ինչ որ մեկն է ավելացնում է նույն տողի վրա, ես կտստում եմ $300 ավելացնում։ Հիմա որն է ճիշտը։ Նույն ֆայլի մեջ նույն կոդը, այսի կոնֆլիկտ է տալի։ Որ կոնֆլիկտ է տալի, ինքը սենց բան է բերում, կարմիր գծում է ու սենց բան է բերում, տեսեք։ Ասում է current change։ Այսի նշանակում է տվյալ master branch-ի վրա մենք վերջի փոփոխությունը այս ենք արել։ Այս էլ ասում է, այսի այն փոփոխությունն է, որը feature branch-ում կա։ Հա, էսա, տեսեք, ստե գրած է։ Feature incoming, այսինքն գալացող։ Հիմա դուք պետք է ընտրեք, որն եք ուզում։ Ասենք ես ուզում եմ SR-ին մնա։ Այսի բռնում ջնջում եմ։ Այսը բռնում ջնջում եմ։ Control save եմ տալի։ Այսի արդեն կներեք, բան պետք է տամ add եմ տալի։ Git status եմ տալի։ Այսի ես լուծեցի, հա, իմ բանը, կոնֆլիկտի խնդիրը, git add, git commit, ստե հիմա նայեք, ուրեմն git commit -m, ու sr-ի added, всё, merge conflict-ը ոնց որ լուծեցի։ Так, գանք ստե տենանք ինչ-որ բան, մենք մոռացել ենք, թե չէ։ Հա, նայք, իրականում լավ պրակտիկա է, ինչքան շատ commit անեք, այնքան լավ, հա։ Պետք չի օրինակ 10,000 տող գրել, մի հատ git add անել, մի հատ git commit, մի հատ լավ նախադասություն գրել, ու всё, ասել ես բրծա։ Ավելի լավ է դուք հազարատ տող գրեք ամեն մի տողի համար commit-ը առանձին անեք, հա, դա լավ պրակտիկա է։ Ու ամեն մի տողի համար ոնց որ ինչքան ոնց որ կարիքը զգում եք անեք, էլի, բայց ինչքան շատ անեք, այնքան լավ։ Մեր commit-ները ստուգելու համար մենք հավաքում ենք git log։ Այսի log-երն է։ Այսի ես եմ, տեսնում եք, հիշում եք այն global config որ արել էի, էսա։ Երբ merge-ը տեղի ունեցել։ Որպեսզի սենց բան չլինի, կարող ենք անել git log, հա, -one line գծիկ։ Այսի կոպիտ ասած համառոտ բանն է բերում, սենց։ Տեսեք commit-ների message-ները ստե կա։ Սկզբնական commit, երկրորդ commit, ես իմ որորդ commit, initial commit, Էսա տեսեք feature branch։ Ստե ես merge եմ արել master-ին,
Դրա համար ստե գրել է, որ ես վերջեմ արել։ Հինդը ժողովուրդ, գլխավոր նշանակումը վերջի commit-ը։ Այս թիվը որ կա, այս թիվը նայեք 9 EF61 DB 9 EF61 DB Պրոստը կարճ տարբերակն է։ Так, գանք տենանք ինչ կա ստե որ օրինակ էլ կարել է git diff-ը դե ցույց տվի տարբերություններն է ցույց տալի git log-ը անցանք այս git log one line անցանք դե ես է օրինակ պարզա ամեն ինչ չես կարա հիշես չես կարա իմանաս ոնց որ օրինակ check which files in git tracks հա նշանակումը ստուգիր այն ֆայլերը որը git-ը օրինակ track է անում հավաքում եմ git ոնց էր ֆայլը ls files ու տեսնում եմ այսքան ֆայլերը git-ը հետևում է, հա, ասում է ես ոնց որ հետևում եմ այսքան ֆայլերի։ Так, ստե git init, հա, git clone ժողովուրդ։ Նախ բերեք այս դիրեկտորիայից դուրս գանք, ստե cd գանք github Հիմա նայեք դե GitHub-ում լիքը ռեպոզիտորիաներ կա, ռեպոզիտորիաները կարող լինեն public, կարող լինեն private։ Private-ները դե պարզա դուք չեք կարող ունենաք, բայց public ռեպոզիտորիաները դուք ոնց որ կարող ունենաք, հա։ Find repository բերեք լավ ստե գրենք, այն մի հատ հնդիկ լավ բլոգեր կա DevOps, Abhishek Veramola GitHub։ Գալիս ենք իրա GitHub-ը, հիմա այս մեր աղբոր օրինակ, այս կուրսի կոդերը մենք ուզում ենք ունենանք, հա, մեր մոտ, ինչ ենք անում, գալիս ենք, ստե, source code, հա, այս կոդն է, HTTP կամ HTTPS, վերեք ընտրենք HTTP-ն, այսա, սխնում ենք copy, հավաքում ենք git clone, այսինքն clone արա, տալիս ենք enter, всё, clone արեց, cd ինչ էր անունը, Jenkins, գալիս ենք ls, նույն բաները ստե կա ժողովուրդ, կարանք նայենք ուրա, այսա Java, Maven, Sonar, Argo CD, Helm, Kato, SCSIA, Varse կա, ամեն ինչ կա, clone անում, քաշմա մեր մոտ, Так, clone-ը անցեցին, git status-ը արեցին, commit-ը, log-ը, diff-ը, push, այսի շատ լավ բան է, հիմա, վերադառնանք, cd desktop, ls, ուրդեղ ենք մենք, cd docker-ը, ոնց որ վերադառնանք մեր ոչխարներին, ls, հիմա այսի մենք մեր local, ոնց որ ռեպոզիտորիայում ենք, հա, նայեք, git branch, այսի մեր local, ոնց որ branch-ն է, մեր local, ոնց որ կոմպի վրա ենք աշխատում, բայց հիմա ես ուզում եմ, որ այսի հասանելի լինի բոլորին, հա, ես ինչ պետք է անեմ, ես պետք է այսի գցեմ remote repository, հա, պետք է գցեմ, ասենք, թե image-ը, գամ իմ repository-ը, գցեմ image-ը, ստե, ինչ որտեղ, ստեղծում եմ նոր repository-ը, ասենք Greek DevOps, գրենք masters, հա, European class, description-ը, գրում ենք learning purposes, code visibility, ընտրում ենք, private եթե գրենք, ոնց որ մենք էլի կարանք, բայց մենակ մեզ հասնելի լինելու, դրա համար բերեք ընտրում եմ, ես public խնդիր չունենեմ, add readme, այս readme-ն է շատ, ոնց որ կարևոր բան է, բերեք միացնենք, կարևոր է ինչ առումով ժողովուրդ, այսի դոկումենտացիայի, հա,
Դուք եթե մի բան օրինակ ստեղծում եք, ավելի լավ է իր այդ դոկումենտացիա գրեք, ասենք, չգիտեմ, խաղ եք ստեղծում, գցում եք GitHub, գոնե դա գրեք, էլի, ոնց որ ինչի մասին է սա։ Այսինքն դուք ձեռով եք հավաքում, ինքը տեխնիկական այս նշանակություն չունի, էլի։ Կա git ignore ֆայլ, git ignore-ը եթե հասնենք կխոսենք, բայց հələ որ տվյալ բանի մոռանանք։ Ստեղծում են git repository-ա։ Իմ git repository-ան ոնց որ ստեղծվեց։ Հիմա ոնց է ավելացնում մեր repository-ան, տակ։ Մեկ վարքյան ուտեր։ Git branch git remote add, եթե ճիշտ եմ հիշում, այդ էր իր հրամանը։ Լավ, բերեք անենք git remote add ու գալիս ենք այս repository-ան ընդունենք բերեք հələ you don't have public SSH key in your account add public key կանեք մի հատ այս պահը Գիտեմ, չէ, գիտեմ ինչ պետք է անենք, պրոստը արագի մեջ լինելու համար էլի how to push locally files to created repository GitHub git remote add ու https կամ http-ն ենք էլի բանն ենք անում հետո մենք local repo git init ենք անում git init-ը արել ենք դեռ շուտվանից Հեսա git remote add, տես origin-ն էր, ու լավ բերեք, git remote add, origin, գալիս ենք ստե, https, ու եսի ենք copy անում, դնում ենք, ստուգելու ձևերը կար, git remote web, կոպիտ ասած մենք ուզում ենք տենանք remote repository-աները, git remote -v ու ոնց որ տենում ենք git branch մենք main-ում ենք արդեն git push origin, -u set upstream branch-ը նշանակում է դու remote repository-ի main branch, քանի որ remote repository-ան է, կարա branch-ը ունեն, այսա կնայենք git push -u, սենց origin main так, ինչն է սխալը, սենց 10 spec main master username так Greek DevOps Այս տեսեք HTTPS-ով էլի պետք է անեի ISCS սրա հարցներ գալիս ենք settings так իջնում ենք developer settings personal access token այսի token ենք ստեղծում generate new token verify բերեք եսի ստեղով email-ը չբացեմ так ուրեմն հավաքում ենք 88 94 83 81 verify test token так generate token բայց մի վարքյան cancel add permission Վերեք սենց բոլոր permission-ները ավելցնեմ, բայց ես հենց հիմա անելու եմ ու ջնջեմ էլի իրան։ Okay, generate token-ը generate ենք անում, բայց read only եմ տվել, կարող է չաշխատի, տենանք հələ ինչ ասելու։
ու տնում եմ ստե։ Ես հիմա իրականում տեղադրեցի, բայց դուք չեք տենում, էլի։ Так, permission սխալ է, էլի։ Մի հատ ստեղծենք, եթե չէ, ուրիշ բան կանենք։ Generate token, չեմ մի վարքյան։ Էսի delete ենք անում, generate new token, classic test, այս երինց պետք սենց մինել, բոլոր այս ամեն ինչը դնում եմ, սրանք ինչ կարաս անես, հա, permission-ներն է, так, քանիսն է լավ, հələ ժամանակ ունենք, չէ, generate token, այս էջը ժողովուրդ հենց փագիկ դուք էլ այս token-ը չեք տենալու, ասեմ իմանաք, Greek dev ops pass, всё, է լավ, Ինքն ինքը կա, բայց տեսանելի չի, էսի link չի, էսի կոպիտ ասած password է, հիմա password-ը որ երևա մի քիչ լավ չի, էլի, գալիս ենք GitHub, գալիս ենք ռեպոզիտորիաներ, նայեք, master European class, հա, ստեղծում ենք, մտնում ենք մեջը, տեսնում ենք, որ մի հատ ինչ-որ բան է եկել, փոփոխություն է եկել, ասում է, hard recent push, ոնց որ ստե, հա, compare and pull, ասում է համեմատիր, մեկ էլ ոնց որ ընդունիր, հա, այս ինչ է, բայց մի վարքյան, main, ստե main-ը, ստելը main գրենք, մի վարքյան, Origin կա, լեթանք master, հա տեսեք master-ում կա այս ամեն ինչը, հա ես իրականում ընդե պետք է գրեի master ժողովուրդ, main գրեի, քանի որ սրա հիմնական բանը main-ն է, different commit histories, բերեք գիտեք ինչ անենք, так, այս ինչ ասում, էսի, doesn't compare main feature branch, git branch, git checkout, git test, git push, так, git branch, մի հատ տենանք մենք որ դենք вообще, ստե master-ն է բանորը, հլը git push main error տենանք ես ինչ error հա տալի հա local branch main չունենք տեսեք պետք է ուրեմն մեր local branch-ը անունով համընկնի բերեք ավելացնենք հա git branch նախ main հա բերեք մի հատ switch լնենք ընդեղ git checkout main այսի մի քիչ իրականում շատ անկապ ձևով եմ անում sense պետք է չլներ էլի մենք պետք է master-ից ոնց որ անենք էլի մեր push-ը հիմա ստե git push origin տեսեք Greek DevOps գանք մեր token-ը վերցնենք նորից
Տակ, խի ես, ինչ սխալ գնաց։ Git pull origin unrelated history. Pull remote changes first. Ասում եմ մի հատ պետք է քաշես ոնց որ main-ի ինչը որ remote-ում ունես, բերեք հələ սենց անենք։ Այս ինչ խառնեցինք իրար նոց արեկանս։ Սենց անենք ոնց որ թե իրականում ամենաճիշտը ոնց որ այն ամենասկզբից մեր master branch-ը main անունով ստեղծելն էր, էլի։ Այսի նայեք ժողովուրդ, հիմա նախ սկզբից ես իմ local-ում main branch չունեի, բայց remote repository-ում իր գլխավորը main էր, հա, իմ մոտ master էր։ Ես պետք է մի հատ ոնց որ իմ մոտ main-է նաև ստեղծեի, էլի։ Ամենասկզբից այդ master-ը պետք է main լիներ։ Չես կարող edit անես Կարանք անենք։ Так, մի վարքյան, հասկանանք։ Որպես հիմա բերեք անենք։ Git is telling you that your local main branch and match have different histories. Այսինքն սրանք տարբեր ոնց որ պատմություններ ունեն։ Git doesn't know how you want combine them. Այսինքն Git-ը ոնց որ ճիշտ է իմ repository-ները, կոպիտ ասած ես ասել եմ, որ այս repository-ները, հա, իմ local-ը պետք է լինի remote-ում, բայց իմ remote-ի main-ը ոնց որ լրիվ ուրիշ պատմություն ունի, հա, ասենք ուրիշ commit-ներ ունի, ուրիշ բաներ։ Իմ local-ը լրիվ ուրիշ պատմություն ունի։ Պետք է ոնց որ տենց չլինի, ինքը պետք է ոնց որ նույնը լինի, էլի, հա։ Հիմա բերեք նորից push անենք։ Так, գանք այդ անտերը նորից դնենք։ Ահա, հիմա էլավ։ Հիմա գալիս ենք ստեղ։ Ահա, տեսեք հեսա, main branch։ Այսի main branch-ն է։ Հիմա նայեք ժողովուրդ, ստեղ branch-ներն են նշում, հա։ Դուք կարող տակ view all branches։ Տեսեք ձեր branch-ները, ստեղ բերեք ստեղծենք նոր branch։ Տեսեք, ասում է source-ը, ինչի հիմքի վրա է ստեղծել։ Դուք կարող main կամ master-ի հիմքի վրա։ Բերեք ստեղծենք, ասենք DevOps branch։ Հիմա նայեք, ստեղ branch-ը ձեր DevOps branch-ը ավելացավ։ Հիմա հավաքում ենք git branch։ Տեսնում ենք, որ ստեղ ուրեմն չկա DevOps branch-ը, հա։ Ստեղ DevOps branch-ը չկա։ Հավաքում ենք git branch -a եւ ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ remote-ում կա միայն main branch, так, բայց խի բանը չկա։ Remote-ը DevOps-ը պետք է լիներ, ուր կորա branch։ Branch-ը սա ցույց տամ ու ոնց որ պրծնենք։ Remote branch բոլոր branch-ները համ remote, հեսա remote branch։ Այսին այք իմ local, այսինքն կոմպի վրա իմ branch-ներն է։ Այսի բանն է բոլորը, այստեղ remote-ը կոպիտ ասած remote բանը։ Так։ Լավ, այսի ես բան կանեմ ժողովուրդ, մի հատ կհասկանամ խի սենց գնաց ամեն ինչը, մյուս ոնց որ դասի սկզբին կքննարկենք, էդի կանցնենք։ Մեկ էլ branch-ը ջնջելու համար ինչ ենք անում, branch -d ենք անում, օրինակ մի հատ անենք git
branch, հիմա անում ենք git branch -d ու ասենք ջնջում ենք master-ը։ Հիմա հավաքում ենք git branch ու տեսնում ենք, որ մեր master branch-ը ջնջվել։ Так, ну այսօր այսքանը, այսօր կհանդիպենք